Արմավիր քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքներն աստիճանաբար հիմնանորոգվում ու բարեկարգվում են։ Քաղաքի տարբեր հատվածներում շինարարական տեխնիկան գրեթե ամբողջ օրն աշխատում է։ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Բաղրամյան փողոցի թիվ 19, 21 և 23 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին է հետևում։ Ծրագիրը իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ծրագրի արժեքը մոտ 57.5 միլիոն դրամ է, որի 65%-ը ֆինանսավորում է համայնքը, իսկ 35%-ը պետությունը։ Կատարել ենք մայթերի բարեկարգման աշխատանքներ 15-30 բետոնի եզրաքարի տեղադրում, հետո մայթի 3 սանտի հաստությամբ ասֆալտապատման աշխատանքներ, ճանապարհի բարեկարգում, ավազակոպճային հիմք, հետո խճային հիմք C5 ու 5 սանտիմետր հաստությամբ ասֆալտ-բետոնե պետի մանրահատիկ շերտ։ Քայքայված ու փոսերով լի ճանապարհից ոչինչ չի մնացել, բնակիչների դեմքին էլ ժպիտ է հայտնվել։ Հետևում են աշխատանքների ընթացքին ու անհամբերությամբ սպասում ավարտին։ Սա փոսերստը չեն կարող մանգային մտնեն մուտքերը անձրևից հետո։ Հիմա շատ լավ արդեն բարեկարգվավ, դզվավ, ամեն ինչ լավ է։ Կես կատակ, կես լուրջ այս հատվածի, այս շենքերի բնակիչները նախորդ տարիներին ասում էին, որ ջրափոսերի, մեծ ջրափոսերի, երկար մնացող ջրափոսերի պատճառով այստեղ հնարավոր է նաև ձուկ պահել եւ էլի կատակով ասում էին, որ տուն պետք է գնալ նավակներով, նավերով եւ ուզում եմ ուրախությամբ ասել, որ այդ խնդիրը ամբողջությամբ լուծվել է եւ ուզում եմ նաև բարի լուր ասել Արմավիր քաղաքի մյուս բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին, որտեղ դեռևս պահպանվում է այդ խնդիրը, ուզում եմ ասել, որ 1-2 տարվա ընթացքում չի լինի բազմաբնակարան բնակելի մի բակ, որտեղ բարեկարգված չի լինի։ Շենքի բնակիչները պատմում են, երեխաների ոգևորությունն աննկարագրելի է, բակից տուն դժվարությամբ են գալիս։ Փոշու ու անհարթ տարածքի պատճառով ժամանակին բակում գրեթե չեն խաղացել։ Իրիկուն ժամը 11-ին եմ փոքր թորը տուն եկել, գնդակ է ոտի տակ, ամեն օր խաղում է, տատի հետ լույսը գուտե բացվի, որ ես գնամ խաղամ։ Շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ։ Համայնքապետը փառատում է բնակիչների անհանգստությունը, ոչ մի բակ չեն անտեսելու, իրենց հերթն էլ է հասնելու։ Հարցեր են հնչում, թե երբ կհասնի մեր բակի հերթը, մեր փողոցի հերթը, մեր տանիքի հերթը եւ իրենց հերթը։ Ուզում եմ ասել, որ սա մեծ վստահություն է Արմավիր քաղաքի մյուս բնակիչների համար, ում բակային հատվածները, ում փողոցները դեռ չեն հիմնանորոգվել, ուզում եմ ասել, որ կարող են վստահությամբ լցվել, որ իրենք դառնալու են սրա շահառուն։ Վարշամ Սարգսյանը տեղեկացնում է, բակային տարածքների բարեկարգման աշխատանքներից անմիջապես հետո կսկսվեն շենքերի շքամուտքերի եւ տանիքների հիմնանորոգման աշխատանքները։ Արմավիրի համայնքապետարանի օրակարգում բնակիչների կենսապայմանների բարելավման հարցն առաջին տեղում է։ Հասմիկ Ֆարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։